Ողջույն սիրելի ակնդիրներ, եթերում հինգշաբթին է, այսօր իմ հյուրն է Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, բարև ձեզ պարոն Վարդանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Վարդանյան, խոսակցությունը սկսենք թերևս 3 տեղի ունեցած մի աննախադեպ իրավիճակի մասին, այսպես փորձենք հասկանալ այդ իրավիճակը։ Հայաստանի ղեկավարներից առաջինն էր Փաշինյանը, որ այդպես մեղմ ասած անհարգալից արտահայտվեց նախորդ 3 ղեկավարների հասցեին։ Դրա համար ամենայն հավանականությամբ կամ լուրջ պատճառներ պիտի ունենար կամ առհասարակ որևէ պատճառ չունենար եւ հոգեկան այսպես ինչ-որ բաների հետ պիտի դա կապված լիներ։ Փորձենք մի բան գտնել, որպեսզի արդարացնենք նրա այդ վիճակը։ Տեսեք, 2022 թվականի ընթացքում Պրագայում Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո Նիկոլը լծվել է մի պարզ գործի, ինչի շրջանակներում նա փորձում է համոզել հասարակությանը, որ ոչ թե ինքն է ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, այլ սկսած 96 թվականից Արցախը այսպես թե այնպես պետք է դառնար Ադրբեջանի մաս։ Ինչու է սա անում։ Սա անում է մի քանի պատճառներ ձեռնելով։ Առաջինը փորձում է սրբագրել իր արած դավաճանությունը, չգիտակցելով, որ անհնար է սրբագրել դա։ Երկրորդը իհարկե կատարում է Ալիևի եւ Էրդողանի ամբասադորի գործառույթները Հայաստանում, հա, ինքը եթե մենք նայենք իր բոլոր հայտարարությունները իմի բերենք, ապա կհասկանանք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին նստած անձը ամբողջ օր ու գիշեր զբաղված է մեկ բանով՝ թուրքական եւ ադրբեջանական օրակարգի բերումով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վզին։ Դրանով է ինքը զբաղված։ Եվ եթե երեկվա մասին խոսանք, ապա երեք փորձում եմ վերհիշեմ արդյոք գեթ մեկ անգամ եղել է դեպք, որ Ադրբեջանի որևէ նախագահ կամ Թուրքիայի որևէ նախագահ փորձի նման առոգանությամբ եւ նման հիստերիկ ձևով վիճարկել, հա, Ադրբեջանի, Ղարաբաղի Ադրբեջանին պատկանելիությունը, չեմ կարող հիշել նման բան։ Ընդ որում Նիկոլը բոլոր ռեկորդները խփել է։ Նիկոլից էլ ավելի մոլի երկբագու այն գաղափարի, որ Արցախը Ադրբեջանինն է, ես չեմ ճանաչում։ Որևէ Ադրբեջանի նախագահ կամ Թուրքիայի նախագահ երբևիցե չի փորձել բերել այն փաստերը դա ասելու ժամանակ, որոնք բերում է այսօր Նիկոլը։ Մինսկի խմբի հետ կապված, տարբեր բանակցային process-ների հետ կապված, Քիվեստի հետ կապված եւ այլն եւ այլն։ Հիմա ինչով է դա պայմանավորված, սա նաեւ պայմանավորված է վախով ի հանդեպ Ալիևի։ Ես ունեմ կանխազգացում, որ կան խոստումներ, որոնք թղթին տված չեն, բայց հնչել են Նիկոլի կողմից Ալիևին։ Այսպես ասեք, բանավոր խոստումներ եւ պատահական չէր, որ Նիկոլի հենց հարցազրույցի վերջի հմեկով որ հարցազրույցվեց, այդ օրվանից սկսված ադրբեջանական մամուլը թարգեց այդ ապատեղեկությունների, հա, շքերթը կրակոցների մասին սահմանում, բայց այդ հարցազրույցի ընթացքում Նիկոլը ինչ արեց։ Նիկոլը դե ֆակտո ընդունեց Ադրբեջանի եւս մեկ պայմանի կատարումը, դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի լուծարումն է։ Հիմա ինչքան է նա փորձի այլ բաներ խոսալ, բայց իր հարցազրույցը դրա մասին էր։ Ընդ որում նաև հասկացրեց ադրբեջանցիներին, որ խնդրում եմ ժամանակ տվեք, մինչև համահայությունը փոխեմ։ Բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցը կարող ենք լուծել մինչև այդ այսպես կոչված խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Հիմա արդյոք դա բավական է Ադրբեջանին չհարձակվելու համար, կարծում եմ ոչ։ Ընդ որում պետք է շատ վատ համեմատություն անեմ, փորձենք վերհիշենք Երևանի ավականու ընտրությունները։ Եթե հիշում եք, այդ ժամանակահատվածում նույնպես միջև ընտրությունները ադրբեջանական կողմը սկսեց տարածել հաղորդագրություններ, որ իբր թե հայկական զինված ուժերը խախտում են հրադադարը, հետո տեղի ունեցավ Նիկոլի եւ Թուրքիայի նախագահի միջև հեռախոսային զրույցը, այդ զրույցից հետո այդ բաները ադրբեջանական կողմը դադարեցրեց անել, ամսի 17-ին, եթե չեմ սխալվում, տեղի ունեցան
Երևանի ընտրությունները 19-ին մենք ականատես եղանք Արցախի ցեղասպանության, Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական գործառույթների իրականացմանը Ադրբեջանի կողմից։ Հիմա այսօր վիճակը շատ նման է, ուղղակի այսօր ընտրությունները Գյումրիում են։ Հիմա կրկին ընտրություններից առաջ Նիկոլը գնաց ինչ-որ զիջումների, հավանաբար դրանով զսպելով Ադրբեջանի հարձակումը մինչև ընտրություններ, որպեսզի ինչ-որ կերպ փորձի կորզել հաղթանակ ընտրություններում, բայց դե ինչ կլինի ընտրություններից հետո շատ դժվար է կռահել, ջան, շատ դժվար է, որովհետև կրկնում եմ, Ադրբեջանը օր ու գիշեր պատրաստվում է պատերազմի։ Սա մի բան է, որը ոչ մեկ չի կարող հերքել։ Սա ակնհայտ է։ Հիմա արդյոք Ադրբեջանը կկարողանա հասնել այսպես կոչված միջազգային կոնսենսուսի այդ հարձակումը իրականացնելու համար, դժվարանում եմ ասեմ, բայց ես միանշանակ վստահ եմ, որ 3 ազգային ժողովում ընդունված այդ Հայաստանի Եվրամիության անդամ դառնալու մառազմացիկ օրինանախագիծը միանշանակ ուժեղացնում է Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում, որովհետև այսօր Ադրբեջանը բանակցելուց Իրանի Իսլամական Հանրապետության հետ օգտագործելու է Հայաստանը այս քայլը որպես մեզ հարվածելու լեգիտիմ իրավունք, որտեղ Իրանին ասելու է, եղբայր դու Հայաստանը օգտագործում ես որպես նեյտրալ տարածք եւ քո համար շատ կարեւոր է Սյունիքի այդ Միջանցքի չլինելը, քեզ պետք է որ Սյունիքը մնա, որովհետև Հայաստանը կոպիտ ասած արևմուտքի տակ չի, բայց Հայաստանի այս քայլը նշանակում է, որ Արևմուտքը Հայաստանը պարկում է Եվրոպական միության կամ այլ կերպ ասած հավաքական արևմուտքի տակ։ Արդյոք քեզ նման Հայաստանը պետք է։ Եվ այնտեղ արդեն հարցածակելու։ Ինչպիսի վերաբերմունք ունենա Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ու չի մոռանալ, հա, որ 3 առաջ որ արտգործնախարարը Իրանի այստեղ էր եւ նաեւ մատնանշեց, որ կա հավանականություն էսկալացիայի տարածաշրջանում։ Հիմա ինչա բոլորին թվում, որ եթե ամբողջ աշխարհը ասում է, որ կա այդ վտանգը, ապա այն չի դառնալու իրականություն։ Ընդ որում հայկական տարբեր բաներ, հա, Նիկոլը կլինի, Ալենը կլինի կամ արտաքին գործերի նախարարը չեն ասում, որ չկա վտանգ։ Ասում են չկա պատճառ։ Սա էլ է, չէ՞, հետաքրքիր, փոխանակ ասեն մենք վտանգ չենք տեսնում, իրենք ասում են մենք չենք տեսնում պատճառ։ Իսկ Ադրբեջանը որպես պատճառ բազմաթիվ բաներ է բերում, փախստականների վերադարձ, Հայաստանի սահմանադրությունում կետեր, որոնք իբրև թե բան են անում, տարածքային պահանջներ ունեն Ադրբեջանի նկատմամբ եւ այլն եւ այլն։ Հիմա այս ամբողջ գործընթացում Հայաստանի Հանրապետությունում մեծիկ ջան ցավոք սրտի կամ մեկ անձ, որը տիրապետում է իրական տեղեկություններին, դա Նիկոլն է։ Հայաստանի որևէ ընդդիմադիր չի կարող իմանալ այն, ինչ գիտի Նիկոլը։ Որևէ ընդդիմադիր չի կարող իմանալ, թե Նիկոլ ու Ալիևը ինչ են պայմանավորվել, որտեղ փորձը ցույց է տալի, որ այս վերջի 6-7 տարին ամբողջ process-ը տեղի ունենում հետևյալ կերպ։ Նիկոլ ու Ալիևը պայմանավորվում են Էրդողանի քավորությամբ, անում են ինչ-որ բան, հետո նոր Ռուսաստանն է իմանում, հետո նոր Ամերիկան է իմանում, հետո նոր մնացածները։ Իհարկե այդ ամեն ինչում իր ուրույն դեր ունի Մեծ Բրիտանիայի մի 6 ծառայությունը, որը կարծում եմ նաև համակարգում է որոշ չափով process-ը։ Բայց պետք է հասկանանք, որ Ռուսաստանը վերջի 6-7 տարին այս տարածաշրջանում փորձում էր անդադ առաջ ընկնել իրադարձություններից առաջ, բայց միշտ մնում էր հետևում, որովհետև փոխանակ ամեն ինչը պայմանավորվել եռակոն ֆորմատով կամ քառակոն ֆորմատով կամ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատով, ամեն ինչը պայմանավորվում է Նիկոլի եւ Ալիևի միջև եւ պահվում է գաղտնի։ Հիշում եք Վանեցյանը, երբ որ նոր էր դուրս եկել ԱՑ-ի պետի պաշտոնից, մի գաղտնազրծում էր արել եւ ասել էր, որ իր միջոցով Նիկոլի եւ Ալիևի միջև ինչ որ նամակներ էին փոխանցում։ Հիմա սա ակնհայտ է, չէ՞, որ սա արվում է Ռուսաստանի Դաշնությունից գաղտնի, սա արվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից գաղտնի, Ֆրանսիայից գաղտնի, եւ դրանով մենք կարող ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը այստեղ իրականացնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի պահապանը եւ նաեւ այս իր երեկվա այս ապուշ խոսույթները նրա մասին են, որ ինքը փորձում է անդիմությունը անի փողոց, սա ուշադիր պետք է մարդիկ հասկանան, հանի ընդդիմությունը փողոց, երբ որ Ադրբեջանը հարձակվի, Նիկոլը ֆրասի այս խաղաղություն է ուզում։ Ընդդիմությունը ռևանշիստական տրամադրություններով դուրս եկավ փողոց, դրա համար Ալիևը հարձակվեց, բայց բոլորը պետք է իմանան, որ Ալիևի հարձակումը ընդդիմության դուրս գալու, չդուրս գալու խոսույթի հետ որևէ կապ չունի։ Ալիևի բոլոր քայլերը պայմանավորված են նրանով, թե ինչ է խոստացել Նիկոլը իրեն կադրից դուրս, այսպես ասած։
Եվ ազգային ժողովում իհարկե դուք հիմա հիշատակեցիք Եվրոպա գնալու այդ օրենքի ընդունումը արդեն առազգային ժողովի կողմից, դա ոնց որ քայլ էր Վաբանկի քայլ էր Ռուսաստանի դեմ, Իրանը հիշատակեցիք, Ռուսաստանին էլ էստեղ չմոռանանք, որովհետև գիտեք ոնց է, Ռուսաստանն էլ ցավագին է ընդունում Հայաստանի, ասենք հապկանդամ լինելով, ասենք Եվրոպա գնալու այդ բանը, որը համարում է գրեթե անհնար, այսինքն որոշակի լուծումներ չի թողնում նա արդեն Ռուսաստանի համար։ Շատ հետաքրքիր բան է տեղ ունենում, մեր հասարակությունը պետք է մի քիչ ավել մտածի կամ սովորաբար մտածում է։ Տեսեք, Եվրոմիություն ասածը շատ շոշափելի է մեր ժողովրդի համար։ Մեր ժողովրդի մի զգալի զանգված գեղեցիկ բան է եվրոպական տարբեր երկրներում, Հռոմում է են եղել, Փարիզում են եղել, այսինքն մեր ժողովրդի համար իրենց մտքում Եվրոպական միությունը շատ շոշափելի դրական կերպար է։ Մինչդեռ ԵԱՏՄ ասածը մեր ժողովրդի համար անհասկանալի կենդանի է, շոշափելի չէ։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այսօր իրանք հնարավորություն ունեն գնան Եվրոպա ֆրֆռալու, նրա պատճառով, որ ԵԱՏՄ-ի անդամ են։ Եթե չլինես ԵԱՏՄ-ի անդամ, Եվրոպա գնալու փող էլ չես ունենա։ Բայց ժողովրդի հետ պետք է աշխատանք տարվի։ Մարդիկ պետք է հասկանան, որ լավ հնչող Եվրոպական միության անդամ մաս դառնալու այդ խոսույթը իրականում բլեֆ է, քաղաքական բլեֆ։ Բայց կրկնում եմ, շատ կարևոր է, որ մարդիկ, որոնք օրինակ նայում են այսօր այս հարցազրույցը, իրենց հարց տան, լավ, այդ Եվրոմիությունը հասկացանք, Փարիզ, Հռոմ, Անգլիա, Լոնդոն, շատ սիրուն է, բայց արդյոք ռեալ է դա։ Այդտեղ է հարցը։ Իհարկե ռեալ չի։ Հայաստանը չի կարող դառնալ Եվրոպական միության անդամ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դեռևս մոտակա ժամանակները ականատես կլինեն նույն Եվրոպական միության ներսում շատ լրջագույն կրիզիսների, թե տնտեսական, թե քաղաքական։ Մենք տեսնում ենք, որ տարբեր եվրոպական երկրներում տնտեսական խորագույն կոլապս է գնում։ Գերմանիան, որը առանձնանում էր ամբողջ աշխարհում իր արտահանումով, այսօր դարձել է սպառողական երկիր, գործարանների մի ստվար զանգված ուղղակի փակվել է։ Գերմանիան դրանով էր ուժեղ, իր տնտեսությունը դրանով էր ուժեղ, ինքը Եվրոպական միության տնտեսության քարշողներից մեկն էր։ Եվ այսօր ինքը դիրքը կորցրել է։ Դրա համար պետք է մարդիկ այդ դրա վրա ուշադրություն ունենան, թեպետ Եվրոպական միությունը շատ լավ է հնչում ու շատ շոշափելի է, մարդիկ պետք է իրենց հարց տան, իսկ ինչի շնորհիվ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի լուրջ զանգված ֆինանսապես կարող է իրան թույլ տալ գնալ օրինակի համար Ֆրանսիա ֆրֆռալու կամ հանգստանալու։ Այդտեղ է հարցը, մարդը պետք է հասկանա, որ այդ ամենը մենք կարողանում ենք անենք, որովհետև այսօր մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք։ Եվ այդ ամենը մեզ թույլ է տրվում, որպեսզի մենք անենք, քանի որ մենք կարողանում ենք որպես տնտեսություն լրջագույն շահեր ստանալ հենց այդ միասնականության ԵԱՏՄ-ի անդամ լինելով։ Այս է որ շատ կարևոր է։ Ինքը շատ պարզ բան է թվում, բայց իրոք հոգեբանական մակարդակի վրա շատ կարևոր է, որ մի բանը շոշափելի է, դու զգում ես, այս շատ լավ բան է, էֆելանաշտարման, ու մյուս տեղում ԵԱՏՄ-ը, որը ոչ մի բան քեզ չի ասում։ Այդտեղ է, որ մեր բոլորիս անդիմադիր գործիչների, պարզ մարդկանց, որոնք հասկանում են ինչ է տեղ ունենում, մեր գործն է ժողովրդի աչքերը բացել, որ երբ որ նույնիսկ եթե նույնիսկ այդ հարցը դրվի հանրաքվեի, միանշանակ այդ հարցը պետք է մերժվի, որտեղ հանրաքվեին կողմ քվեարկելով մենք կողմ ենք քվեարկելու Հայաստանի Հանրապետության վերջնական լուծարմանը, ընդ որում, Էդիկ ջան, պետք է պատմությունը վրացիները ժամանակին կանգ առան, կարծես։ Վրացիները ժամանակին կանգ առան, ուկրաինացիները ժամանակից շուտ հասկացան, թե ինչ խայտառակ իրավիճակում հայտնվան։ Վրացիները այսօր ցույց են տալի քաղաքագիտական մաստեր կլաս Վրաստանի իշխանությունները։ Ուղղակի հույս ունեմ, որ մենք հայերս կարողանանք նույնը անել, ձերբազատվել այս իշխանությունից, որովհետև կրկնում եմ, այս իշխանությունը բոլոր իրենց քայլերով ծառայում է Ադրբեջանի եւ Թուրքիային։ Եվ մեր ժողովուրդը պետք է որոշում կայացնի, այդ թվում Գյումրիում որոշում պետք է կայացնի։ Ի վերջո, մենք ուզում ենք Թուրքի դիմաց մեր դռները բացենք ու թրքանանք, թե ուզում ենք Թուրքի դիմաց դռները բացենք, բայց հայ մնանք։ Որովհետև էդ էլ է շատ կարևոր, ընդդիմադիր որևէ գործիչ չի ասում, որ Հայաստանը չպետք է ունենա հարաբերություններ Թուրքիայի հետ կամ Ադրբեջանի կամ այլոց հետ։ Ոչ, այդ ամեն ինչը պետք է արվի արժանապատիվ։ Հիմա ինչ է նշանակում Արցախյան շարժման էջը փակում ենք։ Բայց էջը դու ես բացել։
քանի կա մարդ, ով մտածում է Հայաստանի ու Արցախի մասին, Արցախի էջը փակել անհնարին է։ Ոնց փակել։ Ոնց փակել հազարամյակներով այնտեղ բնակվող մարդկանց էջը ոնց փակես։ Սա կրկին, հա, Նիկոլեն ցածրագույն մակարդակի խոսակցություններից է, որը ըստից միտված է նրան, որ փորձում անդիմությանը փողոցանի, որպեսզի Ադրբեջանի հարձակումը հետո գցի ընդդիմության գրպանը։ Հիմա հիշեցակեցիք վարչապետի այդ հայտարարությունը, դա շատ ցավոտ է, հատկապես այն մարդկանց համար, ովքեր դե իհարկե մեր ժողովրդի մեծամասնության, բայց հատկապես այն մարդկանց համար, ովքեր իսկապես այդ Արցախյան շարժման մեջ եւ հետագայում նաեւ Արցախի անկախությունը այսպես ամրապնդելու, Արցախը ոտքի կանգնեցնելու, Արցախին ի վերջո հանրապետական նշանակության կառույցներով օժտվելու, այս ամեն ինչի մեջ մեծ ներդրում ունեն եւ այդ մարդկանց համար իսկական ցավ էր Փաշինյանի երեկվա հայտարարությունը, հրաժարվում ենք Արցախյան շարժումից, ու եթե ժողովուրդը դրա համար ինձ կասի ոչ, ես կհեռանամ եւ այլն։ Այսինքն դեռ հույս ունի, որ ժողովուրդը նաեւ իրեն դրա համար կարող է նաեւ պարգևատրել։ Տեսեք, դա իրականում ստերի շարանը, որովհետեւ ժողովուրդը իրան մի քանի անգամ է ոչ ասել փողոցում։ Ընդդիմությանը հաջողվել է տասնյակ հազարավորներով մարդկանց հանել փողոց։ Արդյոք Նիկոլի համար դա հանդիսացավ պատճառ, որպեսզի նա հրաժարական տա։ Իհարկե ոչ, բայց նա կրակեց ժողովրդի վրա, նա ծեծում էր ժողովրդին, նա զոհված ազատամարտիկների ծնողներին եռաբլուրից քարշ տալով, գետնին քարշ տալով տանում էր։ Դա նա այդ է անում։ Այդ է իր արածը։ Ընդ որում գիտես, մենք պարզ քաղաքացիներս պետք է հետևյալը հասկանանք։ Արցախի հիմնահարցը, Արցախի ազատագրական պայքարը Հայաստանի Հանրապետության անկախության հիմքն է։ Հայաստանի Հանրապետությունը շենքն է։ Այդ շենքի հիմքը կառուցված է Արցախի ազատագրական պայքարի վրա։ Երբ որ դու այդ հիմքը քանդում ես, չկա որևէ ֆիզիկայում օրենք, որը կարող է այդ շենքը կանգուն պահել, չկա։ Դու այդ շենքը քանդում ես։ Եվ երեկվա Նիկոլի հայտարարությունը ոչ թե Արցախի էջը փակելու մասին էր, այլ Հայաստանի Հանրապետության անկախության էջը փակելու մասին էր։ Հայաստանը Թուրքիա դարձնելու մասին էր, Հայաստանը վիլայետ դարձնելու մասին էր։ Ու այդտեղ որ մեր ժողովուրդը կրկին պետք է հասկանա, որ տարիների վեր սկսված առաջին նախագահի սխալ խոսույթից մեր ժողովրդի մեջ տարածվել է հակաարցախյան գաղափարախոսությունը։ Դա էլ է պետք է առերեսվենք այդ իրականության հետ։ Ի վերջո պետք է այդ բառերը նշեմ, հա, Արցախյան կլան։ Ով այդ բառը առաջին օգտագործել։ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Իրենց ամբողջ քարոզությունը շուրջ 20 եւ ավել տարիներ եղել է Արցախյան կլան, Ղարաբաղցի հայաստանցի, ամեն ինչ հետ իհարկե հետքը թողել է մեր հասարակության մտքում, բայց հասարակությունը պետք է ի վերջո ուշքի գա ու հասկանա, որ այդ հասարակության ուղեղի վրա աշխատել են մարդկանց, խաբել են, ստեղծել են սխալ կարծրատիպեր, ինչի արդյունքում կամ ինչի հետևանքով այսօր ոչ բոլորն են ցավում Արցախի կորստի համար, բայց հավատացեք, Արցախի կորուստը Հայաստանի կորստի սկիզբն էր։ Չի կարող գոյատևել Հայաստանը, եթե գոնը իր քաղաքական մտքում չլինի արցախցիների վերադարձը դեպի Արցախ։ Եթե դա չի, ուրեմն մենք կորացենք։ Ու կրկնում եմ, երբ որ դու շենքի հիմքը քանդում ես, այդ շենքը ուշ թե շուտ, իսկ շատ հավանական է ավելի շուտ, այն փլվում է։ Այն փլուզվում է եւ այդ շենքի փլուզման հետևանքով կործանվում է մի ամբողջ ազգ, մի ամբողջ երկիր։ Երեկ էլ գրել էի, որ այսօր մենք վառ գույներով լի քարտեզի վրա մի հատ փոքրիկ սև կետ ենք եւ այդպես էլ մնալու ենք, քանի մեզ ղեկավարում է Նիկոլի պես մեկը։ Մենք լսում են նաեւ մեր շատ սիրելի գյումրեցիները, թերևս երկու խոսքով էլ փորձենք անդրադառնալ Գյումրիում տեղի ունեցող այս աշխուժությանը, ընտրություններ են, քաղաքապետ պետք է ընտրվի, ավականու ընտրություններ են եւ թերևս ընդդիմությունն էլ դրանում մեղքի իր բաժինն ունի դրական իմաստով, որ այսքան քաղաքականացվեց այդ ընտրությունը։ Հիմա իշխանությունը ինչքան էլ փորձեր, որ սա հանգիստ անցկացնել, չստացվեց, այնուամենայնիվ այնտեղ ելույթներում ընդդիմադիր տեխնացուների ես լսում եմ հաճախ, որ հենց Հայաստանի իշխանություններին հատկապես արտաքին քաղաքականության մեջ են մեղադրում եւ այսպես ուրեմն փորձում իրենց ավելի լավ ներկայացնել։
Դե գաղտնիք չի որ Նիկոլա մի քանի օր առաջ Գյումրիում էր, էլի նույն խոսույթով հանդես եկավ, կոպեկ առ կոպեկ։ Այսինքն ինքը այդ քաղաքականացումը դրեց Տենց ինքը սկսեց քաղաքականացումը։ Ես կարծում եմ, որ Գյումրիում ընտրություններում այսօրվա գործող իշխանությանը վերարտադրվելու համար ինչ-որ ֆենոմենալ ջանքեր պետք է գործադրեն, այսինքն քվեով դա չի լինի հաստատ։ Թե ինչ են անելու, այդ դա դժվար է ասել։ Ոստիկանությունը ԱԱԾ-ն գործ են անցել։ Արդեն գործ են անցել, ինչ որ բաներ են, քրեական հետապնդումներ են սկսում տարբեր կանդիդատների, ընտանիքների նույնիսկ անդամների նկատմամբ, բայց ես օգտագործելով այս առիթ, այս ամեն ինչը մի կողմ դնելով մեր գյումրեցի քույրերին եւ եղբայրներին կխնդրեմ հետեւյալը անել։ Հետեւյալ վարժությունը երեկոյան ընտրություններից հետո անել, ընտրություններից առաջ։ Հիշեք ինչ լավ բան է արել կոնկրետ տեխնացում, այլ ոչ թե մտածեք իր ինչ վատ գծերի մասին։ Սա Նիկոլենց բանն է, գիտեք, իրանք փորձում են մարդկանց մեջ արթնացնել անդադ տվյալ տեխնացու ինչ որ արարքներ, որոնք կամ եղել են կամ չեն եղել, բայց բացասական են, հա։ Բայց ժողովուրդ այդ ընտրությունը կատարելուց, այո, ժողովուրդ ընտրություն կատարելուց ի վերջո դուք ապրում եք Գյումրիում, ամեն ինչը ձեր արջքի առջև է եղել։ Մի պա հիշեք տեխնացուներից ով ինչ է արել ձեր քաղաքում, ով է լուրջ ավանդ ունեցել ձեր քաղաքի կառուցման մեջ, ով ինչով է կարողացել ձեզ օգտակար լինել, ով որպես քաղաքապետ կարողացել է պահել Գյումրիի պատիվը բարձր։ Դրա վրա կենտրոնացեք, ոչ թե ինչ սխալների, նույնիսկ եթե մարդ չկա սխալական մարդ, այսինքն չեն, բոլորը ունեն սխալներ, բայց ընտրությանը գնալուց դու պետք է միշտ ընտրություն անես, ոչ թե սխալների միջև ով ավելի շատ սխալվել կամ ով ավելի քիչ սխալվել, այլով ինչ դրական բաները արեք քո քաղաքում։ Կրկնում եմ, անսխալական մարդ չկա։ Հասկանում ես, դրա համար ընտրության գնացող մեր գյումրեցիներին խնդրում եմ քվեատուփ մտնելու ժամանակ լավ մտածել, իրենց ապագան որտեղ են տեսնում։ Թուրքիայում են տեսնում, թե Հայաստանի Հանրապետությունում։ Եթե Հայաստանի Հանրապետությունում, ապա անդիմության կողմից մի քանի մարդ կա, 4-5 հոգի մասնակից կա, որին ուզում եք ընտրեք։ Ես ունեմ իմ նախասիրությունը, բայց չեմ ասի։ Որին ուզում են թող ընտրեն, բայց միանշանակ գնացեք ընտրության, մի մնացեք տանը, որտեղ ձեր տանը մնալով դուք քվե եք տալի Նիկոլին։ Անպայման պետք է գնաք ընտրության, քվեարկեք ընդդիմադիր որևէ գործ չի եւ դրանով ցույց տաք, որ դուք հայ եք, դուք ուզում եք մնաք հայ եւ դուք կանեք ամեն ինչ, որպիսի երբ որ Հայաստանը բացի իր դարպասները Թուրքիայի հանդեպ, Թուրքիան մեզ գնահատելով, որ ըստ արժանավույնի կգա հյուր, այլ ոչ թե տիրոջ կարգավիճակով այստեղ քայլի։ Հասկանալի։ Շնորհակալ եմ այդ զրույցի համար։ Կհանդիպենք սիրելի բարեկամներ։